Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Այսօր սիրելի հավատացյալներ, հայ ժողովրդի հավատքի բանձալի էջերեն մեկը գիհիշենք աղոթքով զայն հիշադակելով։ Այսօր ամենուրեք Հայաստանի ցարակելական Սուրբ Եկեղեցին գնշե եւ գդոնե վարակա Սուրբ Խաչի դոնը։ Եվ այս տարվան վերջին խաչի հիշադակությունն է, որ այսօր գնենք։ Բոլորդ շատ լավ գիտեք, որ Հիսուս Քրիստոսի խաչելութենեն ետք Աստված շարունակեց գործել մարդուն պատմության մեջ։ Քրիստոսի խաչելութենեն եւ հարութենեն ետք խաչը, որուն վրա Քրիստոս իր արյունը թափած էր, շարունակեց մարդոց կյանքին մեջ ըլլալ նշան եւ Աստված այդ Սուրբ Խաչին նշանով հրաշագործեց, որբեսի գարզացած սրդեր գագուղցնե, որբեսի մարդիկ շարունակե հավատքի գանչել։ Բնականաբար հրյաներ այդ մեկը ուրախությամբ չդիտեցին եւ պատմությունը գվգայե, որ հրյա ղեկավարներ ի վերջո ստիպվեցան խաչապայտը առնել եւ բահել եւ թաքցնել, թաղել լերան մեջ եւ զայն հերու բահել քրիստոնյաներեն։ 300 տարիներ մոտավորապես այդ խաչը գմնա բահված։ Մինչև որ 300 թվականներու սկիզբը Բադրոնիգե անունով թակուհիմը քրիստոնեությունը գտնունի իր սրդին մեջ եւ գուխտե երթալ Երուսաղեմ այցելելու համար բոլոր դերունական վայրերը եւ գտնել Հիսուսի խաչապայտը։ Եվ թակուհին չանկերով խաչը գտնվի եւ գհանցնվի առաքյալներուն։ Բայց կխնդրե թակուհին, որ խաչեն մասունք մառնե։ Այդպես կվգայե վգայությունը։ Եվ Բադրոնիգեն թակուհին խաչեն բստիկ կդորմը առնելով միշտ զայն իր վզին վրա գունենա որպես հավատքի արդայդություն։ Այդ խաչի մասունքը կփոխանցվի իր սերունդներեն հրիփսիմե գույսին։ Հրիփսիմեն ալ երբ քրիստոնեության թեմ հալածանքը գսաստկանա, ուրիշ գույսերու հետ, ուրիշ խումբ գիներու հետ, որոնք իրենց կյանքը Քրիստոսի ուխտած էին նվիրել, գստիպվին գայսրութենեն փախիլ եւ աբաստանիլ հայոց երկրի վարակ լերան վրա։ Եվ սաստկանա իրենց թեմ հալածանքները, հրիփսիմե գույսը գմտածե այդ խաչին մասունքը, որ իրեն փոխանցված էր, բահել վարակա լերան մեջ, որբեսի այդ սրբությունը չանցնի Քրիստոսադյաց մարդկանց եւ հալածիչներու ցերկը։ Եվ այդպես ալգնե Սուրբ գույսը գնահատակվի եւ խաչի մասունքին դեղը գմնա անհայտ։ 660 թվականին շուրջ 300 տարիներ ետք Հովել եւ Թոթիկ ջկնավորները, որոնք լսած էին խաչին պատմության մասին, որոնք գիտեին, որ վարակա լերը նաև ուխտադեղի դարձած էր հայ ժողովրդին, որոնք դարիներ ելած են, աղոթած են, որբեսի խաչը գտնեն եւ որբեսի այդ խաչին թիմած իրենց աղոթքները բարձրացնեն, այդ երկու ջկնավորները յանք մը գնվիրեն աղոթքով, որբեսի Աստված իրենց այդ խաչին մասունքին դեղը հայտնե։ Եվ որմը Աստված դեսիլքովը 12 լուսավոր գամարներու մեջ կսե մեր հայսմավուրքը Աստված կհայտնե Սուրբ խաչը անոնց եւ ոչ միայն իրենց բոլոր անոնց, որոնք կբարձրանան լեր դեսնելու համար դեսիլքը հրաշակեղ, որովհետեւ թեփքը գսե բատմիչը կբադահի գեսքիշերեն միջեր հաջորդ օրվան գեսորը։ Օրվան գաթողիկոսը կբարձրանա, հավատացյալները կբարձրանան եւ այդ օրենը սկսյալ մինչեւ այսօր
ամեն տարի մենք վարակա խաչի հայտնության դոնն է, որ կդոնենք։ Մինչև 1915 թվական խաչին մասունքը Վան քաղաքի սուտ նշան եկեղեցվո մեջ կմնա։ Անշուշտ կան պատմության վկայություններ, երբ խաչին դեղը կփոխադրվի, ուրիշ դեղ կդարվի, կամ սելջուկներ զայն կքողնան եւ հայեր ետ կվերադարձնեն, բայց մինչև 1915 թվականը այդ խաչը կմնա հայոց երկրի մեջ Վան քաղաքին մեջ։ Բայց 1915-ին կգործվի եւ անոր դեղը կմնա անհայտ։ Այս պատմության վկայությունը սիրելիներ այսօր մեզի ըսելիք ունի, պատկամ ունի եւ մենք այսօր զայն չենք հիշեր պատմության մեջ էջմը հիշադակելով, այլ հիշենք, որովհետեւ այդ պատմությունը իր մեջը հզոր պատկամ ունի, որ այսօր մեզի բոլորիս մանավանդ հայ ժողովրդիս ամենուրեք ուղված է։ Այսօր բոլորս հրավիրված ենք Բադրոնիգե թակուհիին պես, հովել եւ թոթիկ ճգնավորներուն պես խաչը փնդրել։ Բայց ինչ կնշանակե խաչը փնդրել։ Խաչը փնդրել կնշանակե խաչին մեջ տեսնել Աստուծո սերը, ներկայությունը եւ փրկությունը։ Եվ այս երեքը Աստուծո սերը, ներկայությունը եւ փրկությունը մարդոց հայտնվեցավ խաչին ջամփով, խաչին ընդմեջ են։ Խոսենք յուրաքանչյուրին մասին շատ ամփոփ։ Խաչը փնդրել կնշանակե ասի Աստուծո սերը փնդրել եւ գտնել։ Ինչու համար պետք է Աստուծո սերը փնդրենք մեր կյանքին մեջ, ինչու համար պետք է հիշենք, որ Աստված սիրեց մարդկությունը, որովհետեւ մենք այդ սիրով լեցվենք, որովհետեւ Տիրոջ սերը մեր սրդին թփնա եւ մեր սիրտը փոխե, որովհետեւ մենք Հիսուսին պես եւ Հիսուսին պես սիրենք։ Հովանու Ավետարանի 10-րդ գլխուն մեջ Հիսուս գսե. «Դուք իրար սիրելով է, որ մարդիկ պիտի գիտնան, որ իմ աշակերտներս եք»։ Հովանու ընդհանրական առաջին նամակի 3-րդ գլխուն մեջ Ավետարանիչը գկրե. «Մենք մահեն կյանքի անցանք, փաստը անոր, որ մենք կսիրենք մեր եղբայրները»։ Մեր կյանքին ընթացքին դժվար է ամեն մարդու սիրել։ Մեր կյանքի ընթացքին դժվար է հաշտվել այն խաղապարին հետ, որ պետք է թշնամին սիրել, քեզ անիծողին օրհնել, թշնամին ներել, քեզի թեմ 77 անգամ 7 հանցանք ընողին թեմ ներողամի դլալ։ Բայց այդ մեկը դժվար է, երբ մեր սիրտը բարապ գլա Տիրոջ սերն։ Միայն երբ Տիրոջ սերը հասկանանք մեզի հանդեպ, մեզ մե յուրաքանչյուրին հանդեպ, միայն երբ հասկանանք ինչպես Աստված այնքան սիրեց մեզ, այն ադեն միայն մենք կրնանք Հիսուսով, Հիսուսին պես եւ Հիսուսին ուզածին պես սիրել ուրիշը։ Սիրելու համար համալսարաններու վկայությունները գարիք չունենք, սիրելու համար դարիներ ուսանելու գարիք չունենք, սիրելու համար սիրտդ փոխող Սուրբ Հոգին պետք ունիս, որ երբ թփնաս սրդիդ, այն ադեն կհասկանաս ինչ կնշանակե օրհնել քեզանիծողին, սիրել ամեն մարդու, սիրել ոչ միայն հարազատներդ, այլ ամեն մարդու, որովհետեւ դառնաս Հիսուսի աշակերտը։ Երկրորդ, Հիսուսի խաչը փնդրել կնշանակե անոր ներկայությունը փնդրել կյանքի մեջ։ Եսայի մարգարեն 55-րդ իր գլխում մեջ գսե. «Փնդրեցեք դերը, որովհետև ան կգտնվի, կանչեցեք դերը, որովհետև
անիգա ծեր շուրջն է։ Դիրոջ խաչը սիրելիներ եւ Եսայի մարգարեին պատկամը այսօր արիթ է մեզի մտածել, որ մենք շատ հաջող կյանքի ընթացքին գործածենք մեր սիրած բնապաններեն մեկը, որ գսե հնդրեցեք եւ պիտի դրվի ցեզի եւ կսպասենք, որ մեր ամեն փնդրածը գտնենք։ Հիսուս իր այդ խոսքը արավ Եսայի մարգարեին, որ հրավիրեց այն ժամանակ զինք լսող եւ այսօր մեզ փնդրել ոչ թե ամեն բան, այլ փնդրել Քրիստոսը եւ անոր ներկայությունը, ուզել ոչ թե ամեն բան, այլ ուզել Քրիստոսը եւ անոր ներկայությունը։ Եվ խաչը հիշեցում մնե, որ Քրիստոս Աստված ներկայություն է մեր կյանքի մեջ, նույնիսկ եթե մենք իր ներկայությունը չենք զգար։ Եվ այդ մեկը Քրիստոս իր կյանքով սորվեցուց մեզի։ Հիսուս խաչին վրա իր խոսքերեն մեկը հետևյալն էր. Աստված իմ, ինչու լքեցիր զիս։ Բայց ընթերցողը եւ այսօր մենք շատ լավ գիտենք, որ Աստված չլքեց Հիսուսին։ Փաստորեն Հիսուս նախատասությունը վերջսավ Աստված իմ, քու ցերկերուտ մեջ գավանթեմ իմ հոգիս։ Ավետարանին մեջ գարտացած եք կամ լսած եք վստահաբար, երբ Հիսուս նավակի մեջ կգտնվեր իր առաքյալներուն հետ եւ հանգարտ սաստիկ փոթորիկ մծակեցավ։ Նշան չէ, այսօր մեզի հրավեր չէ անդրադառնալու, որ եթե Աստված քու կյանքիդ մեջ ներկայություն է, չի նշանակեր, որ փոթորիկներ պիտի չունենաս։ Բայց Քրիստոս Հիսուս մեր կյանքի նավակին մեջն է։ Այդ մեկը մեզի կվստահեցնե եւ այսօր խաչին պատկամը գտելատրե, վստահ լալ, որ Հիսուս Քրիստոս քու կյանքիդ նավակին մեջ է, նույնիսկ եթե ալիքները այդ նավեն ավելի բարձր են։ Երրորդ եւ վերջապես Հիսուսի խաչը փնդրել կնշանակե Հիսուսի փրկագործությունը մեզի համար հիշել։ Հիսուս եկավ, որբեսի իր կյանքով մեզի նվեր մտա, մեծ նվեր մա։ Եվ այդ նվերը, որ դվավ, մեզ մե յուրաքանչյուրին, բոլոր մարդոց փրկության ծրի նվերն է։ Հիսուս ծրի դվավ մեզի այդ նվերը, բայց այդ նվերը բահելը ծրի չէ, որովհետև Հիսուս Քրիստոս իր արյունը շատ սուղ վճարեց անոր համար։ Այդ փրկության նվերը այսօր բոլորիս տրված է, բայց մեզի խաչը այսօր կհիշեցնե, որ այդ փրկությունը բահելը ջիկ եւ չանք կբահանչե Աստուծո բադվիրանները կործատրել, Աստուծո բադվիրաններով առաջնորդվել կյանքի մեջ։ Բայց մենք պիտի չի կրնանք Աստուծո բադվիրաններով առաջնորդվել, եթե մենք անոր սերը չգտնենք նախ, անոր սիրով չփոխվենք նախ եւ չհամոզվենք, եթե դերը ներկա է մեր կյանքի մեջ։ Թող այսօրվան Սուրբ խաչը, սիրելիներ, բահաբանը լացես մեր յուրաքանչյուրին եւ ծեր ընտանիքներուն եւ ծեր կյանքը լեցնե Աստուծո սիրով, ներկայությամբ եւ այդ սիրո բդուղը փրկագործության բարգեւով բսագե ծեր կյանքը, օրհնյալ լակ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսով եւ անոր փրկարար եւ ազատարար Սուրբ խաչով հավիտյանս ամեն։